Պարոն Ենոքյան, հայտնի է, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերի 3-ի որոշումը կայացրեց անվտանգության գործոնից ելնելով։ Ու հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ ակտիվանում են սահմանային միջադեպերը Ադրբեջանի և Հայաստանի միջև, էլի վեր է բարձրանում այս անվտանգության երաշխիքների հարցը։ Որտեղ են ամրագրված այդ անվտանգության երաշխիքները ՀԱՊԿ պայմանագրով, թե հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրով, և դուք տեսնում եք որևէ թերացում, այսինքն ինչ պետք է գործի նման դեպքերում, որ չի գործում և որ մենք այսքան քննարկում ենք։ Նախ հայտնի չի, որ դրանից ելնելով Հայաստանի նախագահը որոշումը կայացրել սեպտեմբերի 3-ի, ուղղակի դրա վերաբերյալ լուրեր կան։ Որևէ պաշտոնական հայտարարություն, պաշտոնական ծանուցում, թե որոշումը կայացված է ելնելով անվտանգության նկատառումներից չի եղել կարծես թե։ Ավելին, ուրեմն մաքսային միությունը ենթադրվում է որպես տնտեսական միություն, այսինքն այնտեղ անվտանգության խնդիրներ գոնե պաշտոնապես, գոնե փաստաթղթային չեն դրվում։ Հա, այնպես որ այս երկուսը իրար խառնելը, ես կարծում եմ մենք գտնվում ենք ինչ-որ մի այլ ցիկլի մեջ, այսինքն ըստ էության մաքսային միությունը Ռուսաստանի կողմից իր ռուսական կայսրությունը կամ խորհրդային կայսրությունը վերականգնելու փորձ է։ Պաշտոնապես ուրեմն դրա միսն ու արյունը տնտեսական բաղադրիչն է, բայց տարբեր գաղափարախոսական, տարբեր քաղաքակրթական, տարբեր անվտանգության սոուսներ է լսում այդ մսի վրա։ Հիմա ուրեմն Հայաստանի անվտանգությունը ըստ Հայաստանի անվտանգության հայեցակարգի հիմնված է 3 կետերի վրա։ Առաջինը դա Հայաստանի ուրեմն զինված ուժերն են, Հայաստանի անվտանգության ուժերն են, երկրորդը դա ՀԱՊԿ-ն է, երրորդը դա մեր համագործակցությունն է ՆԱՏՕ-ի հետ։ Այնպես որ այս 3-ը միասին կարծես թե պետք է ապահովեն մեր անվտանգությունը։ Տվյալ դեպքում շատ է խոսում ՀԱՊԿ-ի մասին, բայց եկեք հասկանանք, որ ՀԱՊԿ-ը դեռևս չկայացած կառույց է, չնայած իր երկար պատմությանը։ ՀԱՊԿ-ը այնուամենայնիվ չի հանդիսանում հավաքական անվտանգության մարմին, այսինքն նրա մեջ այդ այն ինչ որ ՆԱՏՕ-ում կոչվում էր 5-րդ կետ, 5-րդ հոդված, այսինքն որ մեկի նկատմամբ հարձակումը նշանակում է բոլորի նկատմամբ հարձակում, հա, այդ խնդիրը ՀԱՊԿ-ում այդքան հստակ դրված չէ։ Եվ եթե ուրեմն ՀԱՊԿ-ը չի միջամտում հայ-ադրբեջանական ուրեմն այս հրաձգություններին, այդտեղից չի հետևում, թե ՀԱՊԿ-ը չի աշխատում, ՀԱՊԿ-ը չպետք է աշխատի։ Պետք է աշխատի Ռուսաստանի կամքը, եթե Ռուսաստանը կուզենա ՀԱՊԿ-ը կաշխատի, Ռուսաստանը չի ուզենա ՀԱՊԿ-ը չի աշխատի։ Կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանը այս դեպքում չի ցանկանում։ Տվյալ դեպքում ես կարծում եմ Ռուսաստանին ձեռնտու է տարածաշրջանում ուրեմն լարվածության մեծացումը, արդեն նույնիսկ ոչ թե խոսակցությունների, այլ կիսապաշտոնական հայտարարությունների մակարդակով ասվում է այն մասին, որ Ռուսաստանը պետք է իր խաղաղապահները տեղադրի Ղարաբաղում, իր ռազմական բազան տեղադրի Ղարաբաղում, իսկ այս ամեն ինչի համար անհրաժեշտ է, որ Հայաստանը, Ղարաբաղը, Ադրբեջանը ունենան վտանգի զգացողություն, եւ այդ վտանգը անվտանգության բերելու համար խնդրեն, որ Ռուսաստանը բերի իր զորքերը։ Այնպես որ տվյալ պահին Ռուսաստանին պետք է ոչ թե այստեղ այդ սահմանային միջադեպերը վերացնելը, այլ ընդհակառակը ավելի խորացնելը այստեղ եղած լարվածությունը։ Պատկերացնեք, որ Արևմուտքը կտա նման զարգացումներ, այսինքն տեղակայում քաղաքապահների եւ նաեւ ռազմական բազայի Ղարաբաղում։ Ընդհանրապես ասած, իրավական առումով այստեղ կարևոր է Ադրբեջանը։ Եվ այսքան ժամանակ Ադրբեջանն է, որ թույլ չի տալիս։ Արևմուտքը ունի իր այլ լծակները թույլ չտալու, որովհետև բոլորը այս վերջին շրջանում տեսնում են, որ ռուսական խաղաղապահները, ռուսական ռազմաբազան նշանակում է նորից լարվածություն, նշանակում է նորից կոնֆլիկտ։ Եվ այս առումով ոչ Արևմուտքին, ոչ մեկ այլ ուժի, բացի Ռուսաստանից, ձեռնտու չի ռուսական նոր բազա, ռուսական խաղաղապահներ։ Պարոն Ենոքյան, ուկրաինական ճգնաժամից հետո ըստ ձեզ Ռուսաստանին հիմա ձեռնտու է երկրորդ ճակատ բացել Ղարաբաղում, որովհետև հիմա, քանի որ ակտիվացել են այս Նախիջևանից էլ կրակոցները, շատ են խոսում թեկուզ փոքրիկ լոկալ ինչ-որ պատերազմական գործողությունների կամ բախումների մասին։ Միգուցե սա հրահրվի կամ այս փուլում ձեռնտու լինի Ռուսաստանին։ Իմ կարծիքով այո, Ռուսաստանին ձեռնտու է իր
վերահսկողության տակ գտնվող, իր ազդեցության տակ գտնվող տարածքներում որքան հնարավոր է շատ կոնֆլիկտ, որովհետև դրանով նա հիշեցնում է իր մասին, հա, որ ինքը կա, ավելին, որ ինքն է այդ կոնֆլիկտների մենեջերը։ Եվ այս առումով իհարկե ես կարծում եմ մանավանդ որ ասենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտը եթե լինի, դա կլինի ռուսական քիչ արյան գնով, հա, ըստ էության արյուն թափողը հայերն ու ադրբեջանցիներն են, Ռուսաստանը ընդամենը հրահարողն է եւ զենք մատակարարողը։ Երեք վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու է ձգձգվում Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի գործընթացը, թեև Ղազախստանի արտգործնախարարն օրերս իր Twitter-յան էջում գրել էր, որ հավանաբար Հայաստանը հոկտեմբերին կկարողանա միանալ այդ պրոյեկտներին։ Ինչ կարելի է ենթադրել, այս անորոշությունը դեպի ուր է տանում ձեր տպավորությունը։ Եթե Հովիկ Աբրահամյանը տեղյակ չի, ես տեղյակ եմ, ինչի է ձգձգվում։ Ձգձգվում է այն պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանի այս արկախված վիճակը օգտագործում է զուգահեռ բանակցություններ վարելու համար Ադրբեջանի հետ։ Սա է խնդիրը։ Եվ այն, որ ուրեմն թե այն մասին, թե երբ է Հայաստանը միանալու Եվրասիական միությանը, մեզ ասում է Ղազախստանի արտգործնախարարը, ոչ թե Հայաստանի, ոչ էլ գոնե Ռուսաստանի արտգործնախարարը, այլ Ղազախստանի արտգործնախարարը, դա արդեն նշանակում է, թե մենք ինչ կարգավիճակում ենք գնում դեպի Եվրասիական միություն եւ ավելին ինչ կարգավիճակով ենք այնտեղ հայտնվելու։ Առաջիկայում կամ մինչև տարվա վերջ մենք կարող ենք ակնկալել որևէ փաստաթղթի ստորագրում, թե սա ավելի երկար փուլով է շարունակվելու։ Ազնվորեն ասած չգիտեմ։ Սա կախված է նրանից, թե ինչպես կընթանան բանակցությունները Ադրբեջանի հետ, ինչպես կընթանա կոնֆլիկտը Ուկրաինայի հետ, այս ամեն ինչով կարող է պայմանավորվել, թե արդյոք այդ թուղթը մենք ստորագրենք, թե չէ։ Ադրբեջանի հետ բանակցություններին առևտրի առարկան կարող է դառնալ Ղարաբաղը։ Իհարկե։ Իհարկե, Ղարաբաղը նրա հետ կապված բազմաթիվ հարակից խնդիրներով, որոնցից առաջինը իհարկե ռուս խաղաղապահների կամ ռուսական ռազմակայանի տեղադրումն է եւ երկրորդը բնականաբար ուրեմն տարածքների հանձնում, երրորդը բնականաբար Ղարաբաղի ինչ որ մի ավտոնոմ կարգավիճակ, չորրորդը եւ այլ, այսինքն այն բոլոր կետերը, որոնք որ բանակցությունների առարկա են, ես կարծում եմ իրենց ամբողջացումը կարող են գտնել ռուս-ադրբեջանական բանակցություններում։ Ինչ պետք է անի արևմուտքը թույլ չտալու այդպիսի երկկողմ ֆորմատներ։ Արևմուտքը այնքան է այս ռեգիոնը իր ձեռքից բաց թողել, որ շատ մեծ ջանքեր պետք է գործադրի։ Եվ կարծում եմ, որ դեռևս արևմուտքը դրան պատրաստ չի։ Դեռևս արևմուտքը պատրաստ չի լրջորեն ներգրավել այս ռեգիոնի ուրեմն խնդիրներով։ Դա ինչ պետք է անի, գոնե որպես առաջին հարց թույլ չտա, որ Ռուսաստանը փոխարինի Մինսկի խմբին։ Սա համար մեկ խնդիրն է։ Այսինքն անհրաժեշտ է, որ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես ինտենսիվացնեն իրենց ջանքերը։ Հա, երկրորդը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս ռեգիոնին, հասկանալ, որ այս ռեգիոնը վաղը մյուս օրը դառնալու է Դոնբաս, այսինքն նույն արևնայողություններն են այստեղ լինելու, այնպես որ արևմուտքը ավելի շատ աշխատում է հիմա ռեակցիայի սկզբունքով, այսինքն լինում է ակցիա, նա պատասխանում է իր ռեակցիայով, ճիշտ կլիներ, որ ավելի կանխարգելիչ, ավելի պրևենտիվ քաղաքականություն վարեր մեր ռեգիոնում։ Ներկայացումը 7 կետերին է, Հոլանդի հրավերքը, սա ակտիվություն չէ։ Այո, դա ակտիվություն է։ Դա ակտիվություն է, բայց այդ Որլիքի 7 կետերը մենք տեսանք ինչ ընդունելության արժանացավ չէ Ռուսաստանի կողմից, մենք տեսանք հայ բավականին ագրեսիվ հայ քաղաքական ուժերը բավականին ագրեսիվ դրան պատասխանեցին, հա։ Իսկ Հոլանդի հրավերը ես չգիտեմ։ Ընդունել է կողմերը հրավերը։ Դեռ արտախված վիճակ է։ Այսինքն հրավերը եղել է, բայց հետո այսինքն պետք է ավելի ու ավելի ինտենսիվ։ Չի կարելի մեկ անգամ, այսինքն թողնել իրավիճակը իրենց ձեռքից դուրս, Ռուսաստանը վերցնում է իրավիճակը, հետո մեկ էլ հիշում են մի հատ հրավիրենք վարես խոսանք հետները։ Դոնբաս նկատում եք Ղարաբաղը կդառնա։ Ոչ, ռեգիոնը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղարաբաղը, Ջավախքը։